Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, այսօր առավոտից մենք խոսում ենք մշակութային իրադարձությունների մասին եւ իսկապես մի իրադարձություն հիմա ձեզ պետք է ներկայացնենք, որը իրադարձային նշանակություն ունի իսկապես Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու երկու գրքի շնորհանդես՝ ուղեգրություններ եւ արձակ երգեր։ Ինչ գրքեր են սրանք, ինչ արժեք են իրենցից ներկայացնում եւ ինչ է լինելու մեզ համար անակնկալի տեսքով շնորհանդեսի ընթացքում կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Այո, ես արդեն բարձակ երկերը իմ ձեռքում է, որովհետև ինձ այս գիրքը եւ ոչ միայն այս երկուսն էլ շատ է հետաքրքրել, բայց շատ շուտով կանրադառնանք նաեւ գրքերին։ Ես էլ սիրով շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, ովքեր տաղավարում են Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանն է մեր տաղավարում, բարի լույս, եւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման եւ գիտակրթական ծրագրի ղեկավար Մանե Աղաջանյանը, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Նմանապես։ Ահա, կուզեք գրքերից խոսենք, թե 2025-ից մի քիչ գանք։ Կարող ենք ամփոփել 2025-ը, հաշվառնելով, որ շատ հագեցած է եղել իրադարձություններին, հաջորդիվ խոսենք գրքերի մասին։ Սիրով համեցեք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2025-ը իրապես շատ իրադարձային էր եւ շատ բովանդակային էր թանգարանի համար։ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մենք կարողացանք վերանորոգման աշխատանքներ կատարել թանգարանի մշտական ցուցադրության մեջ եւ դրան զուգահեռ համալրել ցուցադրությունը։ Իսկ վերջին 2 տարիների ընթացքում թանգարանը բավականին մեծածավալ գիտավորությունական աշխատանքներ կատարեց թե Մատենադարանում, թե ազգային արխիվում, թե ազգային գրադարանում, գրականության եւ արվեստի թանգարանում եւ մենք կարողացանք հայտնաբերել եւ բացահայտել շուրջ 300 նոր վավերագրեր, որոնք վերաբերում էին Աբովյանի կենսագրությանը եւ գործունեությանը։ Եվ այսօր մենք ունենք բավականին հետաքրքիր նոր նյութերով հագեցած ցուցադրություն, որոնք նախկինում անծանոթ էին մեր հանրությանը։ Ես իրոք բոլորին հրավիրում եմ թանգարան, որպեսզի Աբովյանին կարողանա նոր կողմերից բացահայտել։ Հաջորդիվ շատ կարևոր մի իրադարձություն Տարտուի համալսարանում։ Մենք գիտենք, որ Խաչատուր Աբովյանը սովորել է Տարտուի նախկինում Դորպատի համալսարանում եւ իր սովորելու տարիներին նա համալսարանին էր նվիրաբերել 13-րդ դարի շարակնոց։ Եվ դրա վերաբերությամբ կա նաև այդ կասիրական գրադարանի տնօրենի շնորհակալական նամակ Աբովյանին։ Մենք տարվա սկզբին հարցումներ արեցինք համալսարանին եւ պարզվեց, որ այդ շարակնոցը շատ ապահով ձեռքերում է եւ խնամքով պահպանվում է եւ կարողացանք մայիս ամսին եւ նախարարներ պետք է այս կատարեր Էստոնիա, մենք կարողացանք հենց համալսարանում կազմակերպել հետաքրքիր ցուցադրություն, որտեղ ցուցադրվեց հենց Աբովյանի շարակնոցը։ Այս տարի նախատեսում ենք նաև շարակնոցը ցուցադրել թանգարանում, տեսնենք, եթե ամեն ինչ բարեհաջող ընթացքում ունենա, մենք նաև կկարողանանք վայելել այդ շարակնոցը նաև թանգարանում։ Հրաշալի։ Այսպես ունեցել ենք օլիմպիադաներ մարզային, դա մեր ամենակարևոր գործունեության կողմերից մեկն է։ Ամեն տարի մենք որևէ մարզում կազմակերպում ենք Աբովյանագիտական օլիմպիադա։ Եվ շուրջ բավականին 500-ից 600 աշակերտներ կարողանում են ավելի խորությամբ ճանաչել Խաչատուր Աբովյանին։ Ունեցել ենք շատ նաև արխիվային բացահայտումներ նոր, Աբովյանի գրական ժառանգությանը վերաբերող, մենք բացահայտել ենք նոր նամականի, նորահայտ այսպես ասենք, 120 նամականի հասցեագրված Խաչատուր Աբովյանին, դրանք արդեն վերծանված են, թարգմանված են եւ հուսով ենք, որ այս տարի մենք կարողանանք դա կյանքի կոչել կամ եւ տպագրել։ Եթե ոչ այս տարի, մյուս տարի համոզված եմ, որ դա մենք կկարողանանք իրականացնել եւ սա եւս շատ մեծ հնարավորություն է Աբովյանին ճանաչել ավելի խորությամբ, այսինքն այս նամականին նույնպես կենսագրական նոր փաստեր է մեզ փոխանցում Խաչատուր Աբովյանի մասին։ Ունենք նաեւ գրեթե 100 նոր ստեղծագործություններ Խաչատուր Աբովյանից, այսինքն նոր բացահայտված, որոնք հիմնականում հոգևոր եւ կրոնական բնույթ են։ Դրանք աղոթքներ են, ներբողներ են եւ ուղերձներ են բարձրագույն հոգևորականությանը, որը չգիտես ինչու մնացել էր գրվանի տակ։ Եվ պատճառը խորհրդային գաղափարախոսությունն էր, աթեիստական եւ մեր գրականագիտական միտքը, այսպես մտածել է, որ կարելի է դա այս թողնել ուղղակի
փակի տակ, բայց բարեբախտաբար մենք կարողացանք այդ գանձերը հայտնաբերել եւ իհարկե այսպես առաջիկա 1-2 տարիներում մենք նույնպես կունենանք նոր հրատարակություններ այս մասով։ Եվ կարևոր երկու հրատարակությունները, որ մենք տարեվերջին լույս ընծայեցինք, Խաչատուր Աբովյանի ուղեգրությունները եւ պատմվածքները, սրանք շատ կարևոր գրական հիշեցում եւ վերադարձ են մեր մշակութային կյանք եւ գրականագիտություն, քանի որ Աբովյանին մեր հանրությունը մեծամասամբ արժևորում եւ ընկալում է Վերք Հայաստանի պատմավեպով եւ թերևս Արարատյան վերելքով։ Այնինչ Խաչատուր Աբովյանը մեր նոր գրական դպրոցի հիմնադիրն է, ստեղծագործել է բոլոր գրական ժանրերով եւ սեռերով եւ ինքն էլ համարվում է հիմնադիրը, հա, այդ ժանրերի եւ սեռերի։ Եվ Իսահակյան իզուր չէր ասում մեր գրական ամեն ինչի սկիզբը։ Սա նաեւ շատ մեծ հնարավորություն է Աբովյանին բացահայտելու տարբեր կողմերից, ոչ միայն վիպասան, այլ մեծ հայրենասեր, մեծ հայրենագետ, մարդասեր, հա, ծայրահեղ մարդասեր եւ աստվածասեր մարդ։ Ուղեգրություններ հիմնականում նվիրված են իր ճանապարհորդություններին։ Խաչատուր Աբովյանը, այսինքն սագրության ուշագրավ կողմերից մեկը Աբովյանի ճանապարհորդություններն են եվրոպացի գիտնականների հետ։ Քանի որ Աբովյանը ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էր, տիրապետում էր մի քանի օտար եւ տեղական լեզուների, այդ պատճառով բարձրագույն իշխանությունները հենց Աբովյանին էին վստահում ուղեկցելու այդ գիտնականներին։ Իհարկե առաջին ճանապարհորդությունը Աբովյանի համար, որը նաև ճակատագրական եղավ, ոչ միայն Աբովյանի, այլ մեր հայրենիքի համար, Արարատյան վերելքն էր, երբ 1829 թվականին Ֆրիդրիխ Պարուտը, Դորպատի համալսարանի պրոֆեսոր, իր արշավախմբով ժամանում է Հայաստան, որպեսզի բարձրանա Արարատի գագաթը, սա կոմպլեքսային գիտարշավ էր, որի ընթացքում ոչ միայն նպատակ կար հենց բուն գագաթին հասնել, այլև բազմապիսի գիտական ուսումնասիրություններ կատարել։ Եվ Աբովյանը իհարկե դիմում են Էջմիածնին, նախքան որտեղ թույլտվությունը պետք է Էջմիածնինը տար, կաթողիկոսը, իսկ Աբովյանը այն ժամանակ Էջմիածնում աշխատում էր կաթողիկոսի թարգմանը եւ գրագիրը։ Եվ որպես միակ ռուսագետը ամբողջ Էջմիածնում Աբովյանը կցվում է այս արշավին։ Եվ 3 դժվարին փորձերից հետո ի վերջո կարողանում են հաղթահարել Արարատի գագաթը։ Սա իհարկե առաջին գիտական շփումներն ու առնչություններն էին Աբովյանի գիտական աշխարհի հետ եւ իհարկե այս վերելքը նաեւ հնարավորություն տվեց Աբովյանին հետագայում ուսանելու Դորպատի համալսարանում։ Մենք կարող ենք բոլոր փակագծերը չբացել եւ այն պատմությունները չներկայացնել, որոնք տեղ են գտել ուղեգրություններում եւ որպեսզի մեր հեռուստադիտողները եւս այդ ճանապարհը անցնեն գրքի հետ, խոսենք նաեւ շնորհանդեսի մասին, որովհետեւ եթերի սկզբում մենք խոսում էինք, որ թանգարանները, թատրոնները, մշակութային օջախները միշտ փորձում են նորարարական շնչով գրավել հատկապես երիտասարդներին ու պատանիներին, բայց այս դեպքում նորարարությանը զուգահեռ թանգարանը նաեւ ավանդույթներին է մոտենում գինեձոնով, երաժշտությամբ շնորհանդես կազմակերպելու։ Ինչ է լինելու շնորհանդեսին։ Դե կսկսենք գրքերի մասին, այսպես գրքերը ներկայացնելով եւ մեկնաբանելով, որովհետեւ իրականում շատ բան կա խոսելու այս ուղեգրությունների մասին, քանի որ այնտեղ կան նաեւ թարգմանական աշխատանքներ, երկուսը գրաբարով էին, Արարատյան վերելքին վերաբերողը եւ Ար Բարեսնունդի աշակերտս ուղեգրությունը թարգմանել է Անե Աղաջանյանը, խմբագրել եմ ես։ Իհարկե բավականին ծանր աշխատանք է, Մանեն փոքրիկ։ Երբ եք սկսել անի աշխատանքները։ Եվ ինչքան է հետևողությունը եղել։ Երևի թե կարող ենք ասել, որ գրքի վրա աշխատել ենք եւ շատ երկար ժամանակ եւ շատ կարճ, ինչու կարճ, որովհետեւ ես եւ Տիկին Ստամբուլցյանը շատ արագ կողմնորոշվեցինք, որ ցանկանում ենք անպայման գրքի տոնը դիմավորել շնորհանդեսով եւ հենց ընտրեցինք ուղեգրությունները հաշվի առնելով թե ժանրային կարեւորությունը, թե բովանդակային, իսկապես նաեւ ինքնակենսագրական ու կենսագրական մեծ կարեւորությունը եւ աշխատել ենք երևի բուն իմ թարգմանական, այսպես փոխադրական աշխատանքները տևել են 2 ամիս, բայց զուգահեռ ես հիշում եմ, թե ինչպես էի
մաս առ մաս փոխադրում, գնում Տիկին Ստամբուլցյանի մոտ եւ նա ով նախանձելի լավ է տիրապետում իդեպ Աբովյանի կյանքին ու գործին, կարողանում էր ճիշտ խմբագրական աշխատանք տանել եւ երբեմն մենք եկանք նրան, որ Աբովյանի գրաբարի հետ ու առհասարակ Աբովյանի ստեղծագործության հետ աշխատելիս նախ պետք է գրես ու փոխադրես թե ինչ է գրել եւ հետո հասկանաս թե ինչ է ուզել ասել։ Եվ այդ գործում անգնահատելի էր խմբագրական աշխատանքը եւ երկուսով կարողացանք իսկապես շարունակական, հա, մենք ամբողջ օրը տրամադրում էինք դրան եւ հատ-հատ բառերը ստուգելով, որ որևէ վրիպակ, որևէ վրիպում, թե ինքնակենսագրական, թե բովանդակային, թե գրառած քերականական բառային իմաստների չունենանք եւ կարողացանք ստանալ այն, ինչ ստացանք։ Այնինչ արդեն մեր ձեռքում է։ Այո, այնինչ արդեն ձեր ձեռքում է, այսինքն սա իսկապես լրջորեն ենք մոտեցել եւ փորձել ենք նախ Աբովյանի գործին, ստեղծագործությանը արժանի գրքեր կազմել եւ երկրորդը հավատարիմ մնալ Աբովյանի ոճին եւ ստեղծագործությանը, այսինքն գրել ու փոխանցել ընթերցողին այն, ինչ իսկապես նա է ցանկացել ասել։ Պատահական չէ, որ մենք խոսքը սկսելուց նշեցինք, որ սա ոչ միայն Աբովյանի գրականությանը, Խաչատուր Աբովյանին ճանաչելու համար հիանալի հնարավորություն է, այլ նաև գրականության ոլորտում իրադարձային նորություն, որովհետև սա մի նոր հնարավորություն է բացահայտելու Խաչատուր Աբովյանին գրաբարից արդեն մեզ ավելի հասանելի ու ճանաչելի հայերենով, որովհետև գուցե ինչպես նշեցիք, գրաբարի դեպքում շատ խոչընդոտներ լինեին կարդալու համար, բայց հիմա այդ խոչընդոտներն էլ են վերացված։ Հիշեցնենք, որ ուղեգրությունները եւ արձակ երգերը արդեն տպագրված են սիրելի հեռուստադիտողներ եւ վաղը կլինի շնորհանդեսը։ Ժամը քանից է։ Ժամը 3-ին, այնպես որ բոլորին սպասում ենք մեր թանգարանում բացահայտելու, նորովի բացահայտելու Խաչատուր Աբովյանին։ Հիանալի։ Հետո ասեմ, ձեր բակային հատվածներ շատ տրամադրող է, որպեսզի այնտեղ գան, նստեն եւ գիրք կարդան։ Այո։ Մենք ունենք բացօթյագրադարան, այո։ Նաև բացօթյագրադարան ամիսներին եղանակային մենք կազմակերպում ենք նաև այսպես գրական ընթերցումներ, այնպես որ ցանկացողները կարող են համենալ մեր թանգարան։ Ես նաև ուզում եմ հավելել այս գրքի հետ կապված, որ միգուցե մասնագետներին հետաքրքրի, այն պարունակում է շատ մեծ պատմագիտական, հայրենագիտական եւ ազգագրական տեղեկույթ։ Այն 19-րդ դարի ժամանակների համար, այսինքն նոր բացահայտումներ, այսպես անկասկած գտնելու են, հա, հետաքրքրվողները, եւ մի ուղեգրությանը կուզենամ անդրադառնալ Արեմեդյան 3 իմաստուններին, ինչու, որովհետեւ այստեղ բացահայտում ենք Աբովյանի շատ խիզախ եւ համարձակ ոգին, մի երկու բառով ներկայացնեմ, խոսքը գնում է դեպի Մակու կազմակերպված ուղևորությանը գերմանացի գիտնական Հերման Աբուխի հետ, որը այդ ընթացքում Հայաստանում էր ուսումնասիրություններ էր կատարում, մասնավորապես Ակորի գյուղում արդեն ցավոք սրտի ավերված, որտեղ 1840 թվականին ավելի երկրաշարժ էր տեղի ունեցել, ավերվել էր ոչ միայն Ակորին, այլ նաև Պարսկաստանի հատվածը, բայց շատ դժվար էր հայտնվել Մակույում եւ այստեղ մի հնարք էր պետք, որպեսզի մեր գիտնականները կարողանային այնտեղ գնալ եւ ինչպես Աբովյանն է ասում, արևելյան իմ հանճարի շնորհիվ գործը հաջող ընթացք ստացավ։ Ինչ է անում Աբովյանը։ Այդ նույն խանի Փեսայի Սուլեյման խանի միջոցով կեղծ հանձնարարական նամակ է ուղարկում Պարսկաստանի խանին, Ալի խանին, թե իբր ցարական Ռուսաստանը, քանի որ ժամանակ չէ, ավելան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ էր, մտահոգ է տարածաշրջանի անվտանգության համար եւ գտել է 3 իմաստունների կամ այսպես կախարդների, որոնք կարող են կախարդել, հա, ամբողջ այդ տեղանքը եւ դրանից հետո այլևս որևէ երկրաշարժ չի, այո, Պարսկաստանին եւ պատկերացրեք այս հնարքը գործում է եւ նրանք կարողանում են այս խաբեությամբ հայտնվել Պարսկաստանում եւ գրեթե 11 օր շարունակ Աբովյանը կարողանում է մոլորեցնել Պարսկաստանի Ալի խանին, չնայած ինքն էլ խոստովանում է, որ
կարող էր իմ հանդուն գնաճյունը հավետ մնալ Մակուի կիրճերում։ Սա իրական խոսում է Աբովյանի շատ խիզախ եւ համարձակ ոգու մասին, ինչու սրա մասին խոսեցի, որտեղ Աբովյանը շատ անգամ այսպես ընկալվում է որպես ողբերգիկ կերպար, քանի որ բողոք է գրել, բայց իրականում շատ կենսուրախ, հնարամիտ նաեւ խորամանկ է։ Ես վստահ եմ, որ ոչ միայն այդ պատմությունը, այլ շատ այլ կողմերից մենք կարող ենք բացահայտել Խաչատուր Աբովյանին, որը ազգային արժեք է, այցելելով թե ոչ միայն տուն թանգարան, այլ նաեւ հենց նրա ստեղծագործներին ծանոթանալով էլ ավելի մոտիկից, ավելի խորքային, վստահ եմ շատ-շատերիս համար ոչ միայն գիտնականների մասնագիտական ինչ-որ ուղղությամբ, այլ նաեւ մեզ շարքային քաղաքացիներից շատ հետաքրքիր կլինի ընթերցելուց հետո։ Շնորհակալություն ձեզ, շատ շնորհակալ եմ, որ դուք մեր տաղավարում եք ու կիսվեցիք նման կարևոր տեղեկություններով մեզ հետ ու նաև մեր հերթատողների հետ։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Եվ վաղը հիանալի շնորհանդես։ Հիշեցնենք, որ վաղը Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում ժամի 3-ին 15:00-ին տեղի կունենա այս գրքերի շնորհանդեսը։ Բաց մի թողեք այս հիանալի հնարավորությունը։ Այո, եւ ոչ միայն։ Մենք երաշտական փոքրիկ դաթարից հետո կվերադառնանք ու շատ հետաքրքիր անակնկալով։ Մնացեք մեզ հետ։